Բարև ձեզ։ Դուք նույնպես եկել եք ձեր հարգանքի տուրքը մատուցելու այսօր։ Ինչ կասեք այսօրվա հետ կապված եւ ինչ կարծիք ունեք, որ այգործող իշխանությունները փորձում են ամեն կերպ կասկածի տակ դնել ցեղասպանությունը։ Այսօր հիշատակի օր է, քան չեմ ուզի քաղաքականությունից խոսենք, ճիշտ ասած։ Միայն մի բան, որ պատմությունը չենք կարա փոխենք։ Սա այնպիսի բան է, կարանք ժամանակը հետ տանք։ Անհնար է, չէ՞։ Պատմությունը ինչ որ եղել է, չենք կարա փոխենք։ Իսկ հիմիկա այսօրվա իշխանությունը ուզում է փոխի մեր պատմությունը։ Ասենք դա ոնց է, դա ոնց են ուզում անել իրանք, այդ հարցը իրանք կուզեի տալ, էլի։ Ինչը եղել է, սրա պատասխանը պետքա տան մեղավորները։ Դե հիմա ասում են խաղաղության դարաշրջան ենք, չէ՞ մտել։ Խաղաղություն կլինի այն դեպքում, երբ որ Թուրքիան այդ կատարած հանցագործությունները իր խոստովանի ներողություն խնդրի, ոնց որ կարգն է միջազգային այդ օրենքներով մնացած, այդ դեպքում նոր կխոսենք խաղաղությունից։ Իսկ եթե մինչև այսօր ասում են հլվետի մերնա պետքա գանք էտել էս մյուս այդ նույն տոնը շարունակում են էս հիմիկվա նացիստական Թուրքիայի եւ Ադրբեջանի կառավարությունները, ինչի մասին են խոսում։ Այսինքն մենք մեզ դնենք գժիտեղ, ասենք խաղաղությունն է, բայց իրանք ասեն ձեզելի սպանելու եք, տենց կլինի։ Դա ոնց է դա արվում։ Եկեղեցին քանդեցին, արդեն տեղեկություններ կա Արցախի Ստեփանակերտի հսկայական եկեղեցին հավասարացրեցին հողին, դա խաղաղությունը։ Նույն ցեղասպանությունը շարունակվում է։ Եվ նույնը նաև կլիներ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ որ արցախցիները 9 ամի շրջափակման մեջ էին, այնուհետև սկսվեց պատերազմ եւ արդեն ադրբեջանցիները մտել էին հենց Ստեփանակերտ։ Իրանք չսպանեցին մարդ, չէին մորթել, չեն արել խի։ Այդ օրերին մարդ չեն սպանել։ Անմեղ երեխաների չեն սպանել գյուղերում։ Եղել է, չէ՞, այսինքն չհասցրեցին մինչև վերջ անեն, հա, էլի անելու էին, որն է։ Այսինքն այսօր էլ մենք ապրում ենք ցեղասպանության։ Եթե այսպես շարունակվի, այս կներեք բարիս համար, այս կզած քաղաքականությունը տարվի, վաղը միս օրը այստեղ էլ է նույնը լինելու։ Դրա համար ես հույս ունեմ, որ ունենալու ենք հզոր իշխանություն այս ընտրություններից հետո, ես շատ մեծ հույս եմ կապում դրա հետ, որ ոչ միայն անվտանգային հարցերը, մնացած հարցերը լուծվելու է ու պետքա հասկանանք, որ Ադրբեջանն էլ, Թուրքիան էլ պետքա այնպիսի ոնց ասել, նույնիսկ չմտածեն էլ, որ այդ իրանց այդ ցեղասպանական քաղաքականությունը տանեն կամ ինչ-որ ուժային այդպիսի հզոր պետքա ղեկավարություն ունենանք, ազգը հզոր է, մեր ազգը հզոր է, ստեղ մենակ ղեկավարման հարցն է։ Այդ որ ուզում են զորով ասեն, չէ, մենք ես իմ կզող ազգ ենք, փախնող ազգ ենք, այտենց չի։ Մի հատ բան հիշացնեմ 90-ականներին ուրեմն պատերազմի ժամանակ բոլորն էլ գիտեն, չէ, 90-ականների, որ մարտի դաշտում սկզբում շատ ծանր է եղել, չէ, շատ ավելի ծանր, քան 20 թվի։ Բայց ի՞նչն էր հարցը, որ ամբողջ ազգը, ամբողջ ղեկավարությունը կապ չունի, որ իրար հետ մյուս հարցերը այստեղ կար կոնկրետ ցել, ռուսերեն ասեմ, բառը ցել, որ պետքա պաշտպանվի հայրենիքը։ Այդպիսի քաղաքականություն էր գնում։ Ինչ որ մեկի մտքով չէր անցնի, որ զիջում կամ այսպիսի բան։ Դրա համար էլ մարտի դաշտում այդ հաջողությունները այդ քաղաքական դաշտում որ կար, տեղափոխվավ մարտի դաշտում էլ արդեն գեներալները, զինվորները այդ հարցը լուծեցին։ Իսկ հիմա հակառակն է։ 20 թվին զորքը ունենք, ամեն ինչը կանոնավոր բանակ ամեն ինչ, բայց քաղաքականության պատճառով ոչնչացրին սա։ Թույլ քաղաքական գործիչների պատճառով այսպես եղավ։ Լավ թույլ ասեմ, որ թույլ մեղմ ասած էլի, չասեմ դավաճան։ Անգործության պատճառով մյուս։ Իսկ դավաճանության մասին էլ ուրիշ հարց է։ Շնորհակալ եմ ձեզ։